Ողջույն, ես Նելի Հովհաննիսյանն եմ, Redstore ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարը։ Քանի որ ամառ է, արձակուրդների ամենաակտիվ շրջանը, այսօր ուզում եմ խոսել աշխատողների կարևորագույն իրավունքներից մեկի արձակուրդի մասին։ Եվ այսպես, ամենամյա արձակուրդը յուրաքանչյուր աշխատողի օրենքով երաշխավորված իրավունքն է։ Նախատեսված է հանգստանալու, աշխատունակությունը վերականգնելու և ավելի արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։ Կարևոր է գիտակցել, որ արձակուրդը գործատուի կողմից տրվող արտոնություն չէ, այլ աշխատողի իրավունք, որը պաշտպանված է օրենքով։ Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը և զբաղեցրած պաշտոնը, իսկ արձակուրդային օրերի համար աշխատակիցը ստանում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձ։ Շատ կազմակերպություններում ընթացքային կազմակերպչական խնդիրներից խուսափելու համար նախապես պլանավորում են ամենամյա արձակուրդը, միաժամանակ ապահովելով թե աշխատողի հանգստի իրավունքը և թե ընկերության բնականոն աշխատանքը։ Կարևոր է իմանալ, որ ամենամյա արձակուրդից աշխատակիցը կարող է օգտվել նույն գործատուի մոտ անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո, սակայն կողմերի համաձայնությամբ արձակուրդը կարող է տրամադրվել նաև ավելի վաղ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում սահմանվում է 20 աշխատանքային օր, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 24 աշխատանքային օր։ Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել և ամբողջական, և մասերով։ Մասնատելու դեպքում, սակայն, օրենքն ունի որոշակի պահանջներ, մասնավորապես 20-օրյա արձակուրդի դեպքում արձակուրդի մասերից առնվազն մեկ մասը չի կարող պակաս լինել 10 օրից, իսկ 24-օրյա արձակուրդի դեպքում արձակուրդային մասերից առնվազն մեկ մասը չի կարող պակաս լինել 12 օրից։ Շատ հաճախ աշխատակիցներին հետաքրքրում է հետևյալ հարցը. արդյոք գործատուն կարող է աշխատակցին ետ կանչել արձակուրդից։ Հարցի պատասխանը հետևյալն է. այո, գործատուն կարող է աշխատակցին ետ կանչել արձակուրդից միայն աշխատակցի համաձայնության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված առանձին դեպքերի։ Աշխատակիցներին հաճախ հետաքրքրող հարցերից է նաև, թե արդյոք ամենամյա արձակուրդը կարելի է փոխարինել դրամական փոխհատուցմամբ։ Այստեղ օրենքի պահանջը բավական հստակ է, ամենամյա արձակուրդը դրամական փոխհատուցման ենթակա չէ։ Ինչպես նշեցի, ամենամյա արձակուրդը նախատեսված է աշխատակցի հանգիստը, աշխատունակությունը վերականգնելու համար։ Դրամական հատուցում նախատեսվում է բացառապես այն դեպքերում, երբ աշխատանքային հարաբերությունները դադարեցվում են և աշխատողն ունի չօգտագործված արձակուրդային օրեր։ Այսպիսով, արձակուրդը աշխատանքից պարզապես ժամանակավոր բացակայություն չէ, այն ունի կարևոր նշանակություն աշխատանքային հարաբերության երկու կողմերի համար։ Եղեք տեղեկացված ձեր իրավունքներից, կհանդիպենք։